Վարդան Հոկասյան Ջունիոր։ Որովհետև Աստված ընդմեզ է։ Պետական բառ չունենք։ Վայ Հովանեսյանի կապը կոռուպցիոն որոշ դրվագների հետ։ Ամենաախմախ տեղը հիմնեց Էրեբունին։ Սարաշկորի վարչապետը հրաժարական կտա։ Նիկոլը մինուս։ Բարև ձեզ, եթերում ARM Comedy-ն է նոր տաղավարից տաղավար, որը տարիներ շարունակ մեր մեգա բաժակի վրա արտահայտված ցանկություն էր, որը ուղարկեցինք տիեզերք։ Տիեզերքը մեզ վերադարձրեց պատրոնների եւ գործընկերների տեսքով, ում շնորհիվ մենք քիչ-քիչ սկսեցինք կառուցել այս տաղավարը։ Եվ իհարկե մեր գլխավոր գործգել GTB ստիլի միջոցով, ով իդեպ նույնպես ուներ կրուշկա, որի վրա արմատուրաներ էր նկարած եւ արդեն ունի ինչ։ Արդեն ունի մետաղաձուլարան Արարատում, որտեղ գերմանական տեխնոլոգիաներով ձուլվում է ամենաամուր ամրանները։ Ինչպես ձեռք բերել սպասք լվացող մեքենա, լվացքի մեքենա, չորանոց, ջեռոց, այլ կենցաղային տեխնիկա, բայց խնայել ընտանեկան բյուջեն։ Որ ասեմ մարդու չես ասի, գնում ես դոմուս, հարցնում ես կորդ բրենդի կենցաղային տեխնիկա։ Կորդ։ Ինչ անգամ եմ լսում։ Որովհետև այնքան լավն է, մարդիկ սուս փուս առնում են ու մի կես բերան չեն ասում։ Всё, դե ես էլ ոչ մեկի չեմ ասի, որ գնան դոմուս ու հարցնեն կորդ։ Սկսենք նրանից, որ ֆինանսների նախարար Վահե Հովանեսյանի գլխի վերևը կուտակվում են սև հակակոռուպցիոն ամպեր։ Այս անգամ ինչ ա եղել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին քրեական վարույթ նախաձեռնել եւ պարզել ֆինանսների նախարար քաղաքացիական պայմանագրի անդամ Վահե Հովանեսյանի կապը կոռուպցիոն որոշ դրվագների հետ։ Մի խումբ փաստաբաններ անցած տարեվերջին ֆինանսների նախարարի հայտարարագրերում ոչ միայն տարբեր տարիների սխալներ էին հայտնաբերել, այլ նաեւ պարզել, որ Փաշինյանի թիմակիցը $1 միլիոն անտոկոս փոխառնություն է ստացել։ Մի րոպե, մի հատ մարսենք այս պահը։ Մարդ ու մորոք մեզ տիպում են տոտալ հայտարարագրվել, չի կարողացել ինքը հայտարարագիր ճիշտ լրացնել Ու ենթադրաբար մի քանի անգամ ոնց որ հեգնանքի աստվածները մեզ սիրում են։ ու մյուս կարևոր հարցը, այդ ինչ $1 միլիոնի անտոկոս վար կա։ Հա, էլի, եթե հիմա մեզ լսում է $1 միլիոն անտոկոս վարկեր տվող մարդը, հիմա ես սա ուղարկում եմ ոնց որ տիեզերքին, դուք էլ մեզ ուղարկեք այդ $1 միլիոն անտոկոս վարկը։ Հետո գնել Caritas Italian ընկերությունը։ Հետագայում այս կազմակերպությունը վերանվանվել է G-Coder, իսկ Վահե Հովանեսյանն իր 100% բաժնեմասը ըստ փաստաբանների վաճառել է մոր եղբորը։ Ընկերությունը օգտվել է նաև պետական օժանդակությունից, կառավարությունից ստանալով 1.8 միլիարդ դրամի ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն։ Սա կասկածներ է առաջացրել, որ նախարարը կոռուպցիոն գործարքների մեջ է։ Հալավ ինչի միանգամից կոռուպցիոն, կարող է ուղղակի տենց զուգադիպել է։ Համ 1 միլիոն անտոկոս վարկ, համ արտոնյալ ներմուծում, Հա Սիրգեյ, համ նա, տենց զուգադիպել է։ դե երևի կարա զուգադիպի։ Բայց տես դրականը վարույթ է նախաձեռնվել, վարույթ։ Վերաքննիչ դատարանը բավարարել էր մեր բողոքը այդ G-Coder ընկերության մասով եւ ուրեմն բեկանել էր առաջինացանի դատանի որոշումը, պարտավորեցրել էր հանրային վարույթի այդ մասնակիցներին, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնեն։ Փաստաբանները դիմել էին գլխավոր դատախազին, հետո հարցահասել էր հակակոռուպցիոն կոմիտե։ Այստեղ հրաժարվել էին քրեական վարույթ նախաձեռնել։ Թե այս թե հակակոռուպցիոն դատարանի որոշումները բողոքարկվել էին արդեն վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ էլ որոշել են նախարար Հովանեսյանին առնչվող կոռուպցիոն կասկածները պետք է դառնան իրավապահների քննության առարկա։ Հա, ամեն դեպքում դատարանն է ստիպել, որ սկսեն վարույթը, ոչ թե ինքնաբուխ են սկսել։ Ну, ամեն դեպքում երկրորդ արդեն նախարարն է, որ գալիս է հյուր լուրջ քաստ իշխանական թիմից ու սկսում են սև ամպեր կուտակվել։ ARM Comedy անեցքը։ Իսկ մա ոչ մի անեցքել չկա, հենա Մխիթար Հարապետյանը եկավ, նորմալ ժիվո իր համար քայլում է Սուրբույ Գալյանը, չնայած նոր շուտ ասել։ Երբանից հետո մի քիչ թղթաբանությունը շատացավ, ձգձգվում է, բայց լավ, տեսենք, ինչը այն չէր նախարարի այդ հայտարարագրածում։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ չի հերկվել, որ այդ գումարները ստացել է, այսինքն քննիչը չի պարզել հակառակը, որ այդ գումարները չեն ստացվել, հակառակը վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ գումարները ստացվել են։ Եվ այդ գործընթացի մեջ գտել է, որ այո, այստեղ կան հանցագործության առերևույթ հիմքեր։
Թե որտեղից այդ գումարը։ Որտեղից եւ այս ամբողջ գործընթացը, որ հետո այդ ընկերությունը դարձավ կառավարության որոշման այդ արտոնություն կրող սուբյեկտ։ Լավ, սես մի տեսակ միակողմանի է ստացվում։ Ինչ ասում ես գործի մյուս կողմը։ Մյուս կողմը ասում է, որ արա դա շատ դժվար է այս հայտարարագիրը լրացնելը։ It's hard։ Լրացնելը դա հեշտ է, բայց նենց լրացնել, որ չդատվես, այդ մասն է դժվար։ Հայտարարագրերում անհամապատասխանությունները տեխնիկական վրիպակներ են, շտկում են։ Կոռուպցիոն կասկածներն էլ անհիմներ համարել։ Պնդել, թե 1 միլիոն անտոկոս վարկը ստանալու պահին Վահե Հովհաննիսյանը պաշտոն չի ունեցել։ Գործընթացը նախաձեռնողներից փաստաբան Արա Զոհրաբյանն ասում է, իրենց կասկածները պահպանվում են, որ Վահե Հովհաննիսյանը Քեռու ընկերության իրական սեփականատերն է։ Պաշտոնն էլ ծառայեցնում է կազմակերպության շահերին։ Ես կզարմանայի, եթե ինչ-որ պահի, ինչ-որ քերի կամ աներիձակ չհայտնվեր այս գործում։ Ուղղակի հայոց դիցաբանությունում սովորաբար հակառակն է, քերին է Զարմիկին շոկոլադ բերում, ոչ թե Զարմիկը քերուն 1 միլիոն անտոկոս վարկ ու ինչ-որ բան ներմուծելու արտոնություն։ Փլավով է բերում քերին թե պապը։ Լավ ուտում է, պապը, բայց ոչ ամեն օր։ Բայց ոչ ամեն։ Ամեն օր չի ուտում։ Քերին ինչ է ուտում։ Լավ, շոկոլ։ Գիտենք ինչ չի ուտում։ Եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով իրենք փորձեն ապահովել, որ դա իր քեռուն է պատկանում եւ ինքը այստեղ իրավաբանորեն կապ չունի, այդ ընկերությունը մինչեւ հիմա էլ իրեն պարտք է 50 միլիոն դրամի չափ փոխառություն ունի իրեն տրված։ Այսինքն ինքը այդ ընկերության նկատմամբ միևնույնն ունի շահագրգիռ վերաբերմունք։ Ինքը շահ ունի այդ ընկերությունից, որտեղ այդ ընկերությունը դեռ իրեն փող է պարտք։ Ու ես կասկածում եմ, որ դա ուղղակի ձևական գործարք եղել, որպեսզի անվանումն էլ փոխի այդ նպատակով, որպեսզի այդ այսպես արհեստական հեռացնեն, բայց բնականաբար այդ փաստը հաջողվել է պարզել։ Անկոմեդին ուշի ուշով կհետևի ֆինանսների նախարարի գործին։ Իդեպ ֆինանսներից ո՞նց են մեր ֆինանսները, երկրի ֆինանսները։ Օ, ցեգի հիշում ես, որ մեր պետական պարկը 12.8 միլիարդ դոլար էր։ Հա։ Լավ լուր, Ահա։ կլերացել է։ Դարել է 12 միլիարդ, հա։ Չէ, դեպի ուրիշ կողմ։ Հա։ Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարկը 13 միլիարդ դոլար է։ Այս քո լավ լուրներ։ Դե ավելի հեշտ է արտասանել 13 միլիարդ, բայց այս չէ, իմ լավ լուրը, բարեկամներ, սա չէր։ Բա որն է լավ, արա 5000 դոլար մարդը պարտքենք։ Ո՞ր լավ լուր, ուշադրություն, լավ լուրը նրանում է, որ ես գտել եմ ձևը, ինչպես ազատվել այդ պարտքից։ Հիմա էկրանի մոտ են կանչում Նիկոլ Փաշինյանին, շատ ուշադիր լսում եք։ Կատարում ենք պարտքերի մարման արարողակարգ։ Մեզ անհրաժեշտ է սոդա, լսում ենք սոդան։ Այնուհետև հաշվում եք ինչքան պարտք ունեք, ասենք օրինակ 20000 դոլար գրում ենք պարտքի գումարը։ Так, ստեղ 20000 դոլար չի պարտքը, ստեղ 13 միլիարդ է ձերը, Փաշինյան, ես որ չշփոթեք։ Մեր դեպքում մի քիչ ավելի երկար սինի է պետք վերցնել են հարսանեկան սինիներից, որ սա զրոները սիրուն տեղավորեն։ Լավ, շարունակում ենք լսել այս կարևոր բանը։ Այնուհետև սոդայի վրա լցնում ենք քացախը։ Այնպես որ ամբողջությամբ ծածկի, այսպես։ Քայքայի։ Այս ամենից հետո ափսեն վերցնում ենք եւ գնում ենք դեպի զուգարան։ Որովհետև սկսում ենք գիտակցել ինչ տիպի վարի ենք տվել տնտեսությունը ու սիրտը սկսում է մի քիչ խառնել։ Սիրքե իհարկե չէ, դրա վրա вообще տկած։ Ասեմ ավելին, եթե էկոնոմիկայի նախարար եք, մի հատ ստատուս կարա գրեք, որ փորձեք ասել ոչ մի մետի տենց չի, դա սենցա որ ամենահարիվ ժողովրդին մի հատ էլ ֆրցնեք։ Բան չեն գնում զուգարան։ Օ, հա, զուգարանը։ Զուգարան գնում ենք, որպեսզի վերջնականապես ազատվենք պարտքից։ Այս ամբողջը լցնում ենք զուգարանը, ջուրը քաշում ենք եւ ասում. «Մարված է, շնորհակալություն»։ Ու վсё, Всё, Սերգեյ, всё։ այդ պետական պարկ չունենք։ Չէ, հələ ունենք, որտեվ դեռ այս ծեսը չի կատարել Ծեսը չի վարչապետը, բայց հենց արեց, այ դրանից հետո էլ չենք ունենա։ Բայց համենայն դեպս այն TikTok նկարողին էլ ասեք, որ ձեր հետ մտնի, այս ամեն ինչը թող նկարի մի հատ կամերան։ Ինչի համար։ Դե որ հետո այդ վիդեոն էլ ունենանք, ուղարկենք արտարժութային միջազգային ֆոնդ, Ասիական զարգացում բանկ, Ամերիկա ռուսներին, եվրոպացիներին ում ենք պարտք մի խոսքով։ Okay, մի քիչ ավելի իրատեսական բարի լուր է ուզվում։
Հարգելի պարոն քաղաքապետ, Երևան քաղաքում շինհրապարակներում տեղադրված օդի մոնիտորինգի 103 կայաններից 2025 թվականի մարտ ամսին ստացված տվյալներով օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 91, իսկ PM10-ի համար կազմել է 37։ Այդ արժեքները գտնվում են լավ կամ չափավոր աղտոտվածության միջակայքերում։ Ոպ, չեղավ, ստե մի հատ պարզաբանում ա ուզվում։ Հա, էլի ինչ ա պատահել։ Մայր բնության մոտ suddenly զարթնեց մայրական բնազդ ու սկսեց մեզ լավ նայել, թե ամբողջ քաղաքը որ էլեկտրոմոբիլ ա քշում, այդ պատճառով օդը դզվեց։ Գուցե սակուրաները բարձվում ա թույն աշխատում են, ստե մի հատ պարզաբանում ա պետք։ Մի փոքր խոսենք կրկին այս թեմայից, որովհետև հանրությանը ամենահուզող հարցերից մեկն է եղել։ Այս սեզոնին արդեն իսկ օդի որակը Երևան քաղաքում էականորեն փոխվում է դեպի լավը։ Ճիշտ եմ արձանագրում։ Եվ սա ցույց է տալի մեր 173 սարքերը, որոնք որ տեղադրել ենք Երևան քաղաքով մեկ։ Եվ բայց մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմեռվա ամիսներին, եւ դա պայմանավորված է ինչով, պարոն Ավետիսյան։ Թողեք պարոն Ավետիսյանը ասի, թե չէ տպավորություն որ դուք իր տեքստին արդեն ծանոթ եք, հիմա ռեպլիկ եք անում, որ իրան պաստակ, ու ինքն տելեմարկետինգ գովազների նման ասես բանը, Քևին, ինչի է մեզ պետք Magic Bullet-ը։ Հիանալի հարց, Բիլի, մեզ պետք է Magic Bullet-ը որպեսզի փրկենք աշխարհը։ Ну, մի քիչ շեղվեցինք սցենարից, բայց տենց չէ, մի հատ նորմալ պարզաբան եք։ Բայց ձմեռային ամիսներին մենք յուրաքանչյուր տարի ունենում ենք այդ խնդիրը, պայմանավորված եւ ջերմության սեզոնով, երբ որ որոշակիորեն ավելանում է, այսինքն աղտոտման աղբյուրներին գումարվում է նոր աղտոտման աղբյուր, ջերմությունը։ Դուք այդ օթեր չափող սարքերը նոր չեք դրել, ոնց եք իմանում որ ամեն ձմեռ այդ միշտ տես կրկնվում է, կամ եթե գիտեք խի ժամանակ չեք ասում։ Ժողովուրդ հանգիստ միայն ձմռանն է վտանգավոր շնչել Երևանում։ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, այն 9 ամիսներին օքեյ է շնչելը, բայց մի դայ բող, ձմեռման ընթացքում մի հատ խորը շունչ քաշեք, всё։ Բայց Մետաստազ։ զգացեք որ էլի ժողովուրդն է մեղավոր, որ որոշել է այս ձմեռ տականա ժողովուրդը։ Բայց ոչ թե որ 1.5 միլիոն շինթույլտվություն են տվել։ այս հարցում ոչ միայն ժողովուրդն է մեղավոր։ Պայմանավորված Երևան քաղաքի աշխարհագրական դիրքով, երբ որ ձմեռային ամիսներին անտիսիկլոնային այդ ինվերսիոն երևույթներ են տեղի ունենում, երբ որ սառը օդը լճանում է արարության գոգավորության հատակային մասերում Երևան քաղաքում եւ օդափոխանակությունը խախտվում է այդ ամիսներին։ Տեսար, նախկիններն են մեղավոր։ Այո, Արգիշտի Մենուղայևիչը, որը բոլոր տեղերից մեծս ամենաախմախ տեղը հիմնեց Էրեբունին, խի։ Լիքը տեղ կար։ Հիմա այն ինչ որ դուք ասում եք, շատերը ուղղակի կորակեն, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մի պարզ պատճառով կարծում եմ, որ մինչև նախորդ տարի մենք այս ծավալի չափումներ օդի որակի ուղղակի Երևան քաղաքում չէինք արել։ Այսինքն այն սարքերի ծավալը եւ քանակը, որ նախորդ տարի արդեն ունեինք Երևան քաղաքում, 160-ից ավելին էր։ Դե ուրեմն կրկին, պետք չի ասել, որ ամեն տարի էլ սենց ա եղել, եթե այդ սարքերով նոր եք սկսել չափել, ջան։ Հանրությունը գուցե տենց շատ ձեզ չի վստահում, որովհետև չգիտեմ, մետրո եք խոստացել սարքել ու չեք սարքել, Ծիծեռնակաբերդի խճուղին, մետրոյի վագոնները պետք է փոխեիք, կամ այն որ ասում եք, ասեք, անեք ու մեռանք ասելով չեք անում։ Բայց արդարության համար Ավետիսյանը ասեց, որ ծառերի պակասը իհարկե իր տեղը ունի։ Եվ պայմանավորված նաև Երևան քաղաքում կանաչ տարածքներում, կանաչապատ գոտիներում մշտադալար տեսակների սակավությամբ, երբ որ այդ կանաչ գոտիները իրենց ֆիլտրող գործառույթը չեն իրականացնում, այսինքն քիչ են դրանով պայմանավորված։ Տենաս ով վերցրեց ու փրթեց ծառերի կեսը, որոնք առանց էլ քիչ էին ու տեղը ասեց եղիցի սակուրա։ Okay, իսկ ինչ ձև կա հիմա օդը մաքրելու։ Մի բան։ Սադրում ես։ Okay, ձևը կա ու ես հիմա այդ ձևը կասեմ, at создатели պարտքի մարում։ Եվ եթե ցանկանում եք ինչ-որ բան ունենալ ձեր կյանքում, ապա նախ առաջին հերթին պետքա կոնկրետանալ կոնկրետ ինչ եք ուզում։ Օրինակ, եթե ուզում եք բնակարան, որտեղ եք ուզում բնակարան, ինչ ձևի մանրամասն, կոնկրետանում եք, այնուհետև աչքերը փակում եւ պատկերացնում, որ արդեն այդ բնակարանումն եք եւ ապրում եք այդ բնակարանում ու ունեք դրական եւ լավ զգացողություններ։ Okay, պարոն Ավինյան, փակում եք աչքերը, պատկերացնում եք, որ դուք ապրում եք ալպիական մարգահովիտների այն մաքուր օդով լի քաղաքում, ու դա ձեզ դուր է գալիս, օդը այնքան մաքուր է, որ սառն է թվում։ Բայց այն սառը չի, այն ուղղակի չի պարունակում նորակառույցների փոքրիկ մասնիկներ։ Անպայման պետք է դա պատկերացնեք։
Եվ դա կրկնում եք մի քանի օր շարունակ, դրանից հետո տիեզերքը ձեզ ուղարկում է հնարավորություն այն ձեռք բերելու համար կամ միգուցե նաև դուք ստանաք անակնկալ նվեր։ Անակնկալ նվեր, տնաս ինչա։ Արթնանում Առավոտյան Ավինյանը ու բարձում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու բոլոր շարքերը վերականգնած են։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում Հովիկ Աղազարյանը դատի է տալիս գլխավոր դատախազին եւ իմանում ենք նոր քաղաքապետի անունը Գյումրի։ JMC Grand Avenue pick-up-ը հզոր եւ արտաճանապարհային գազան է։ Տարողունակ pick-up, որը եւ գեղեցիկ դիզայն ունի եւ իր դասում ամենափարթամն է։ Գինն էլ ոչ թե 14 միլիոն, ոչ թե 13 միլիոն, այլ 12.5 միլիոն դրամ։ Grand Avenue, զգացեք ձեզ կինոյի տղեն։ Կամ կինոյի աղջիկը։ Vigus Touring Grand Avenue Sharing Plus։ Փորձաքննությունը ասում է, որ հարմարեցված են մեր բնակլիմայական պայմաններին ու սարուձորին։ Շարժիչները դիզելային ու նույնիսկ մեր վատ դիզելին հարմարեցված։ Չեմ ջոգում, որտեղ են փորձում մեզ գցել։ Երաշխիք կա։ 5 տարի կամ 200,000 կիլոմետր։ Արդար գինա, համագործակցում են Ford-ի ու Isuzu-ի հետ։ Դե չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ինձ պետք Grand Avenue, Grand Avenue Plus, 3 հատ է Vigus։ Ինձ այդ նույնիսկ Plus Grand Avenue Pro։ Արա գաճեցրու բիզնեսը JMC մեքենաների հետ։ Սրա սևը չունեք։ Եվ այսպես Գյումրու քաղաքապետի անունը արդեն համարյա պարզ եւ հստակ է եւ այն բանն է առաստված եւ սկզբում էր հենց այդ մարդը Վարդան Ղուկասյան Ջունիոր։ Երկար ինտրիգը պայելուց հետո Մարտոն Գրիգորյանը վերջապես խոսեց եւ ընտրեց Չարյաց ասել որ չափսը դեռ չգիտենք, ավականունիստը դեռ չի եղել, բայց ֆավորիտը լավ վստահ են զգում։ Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը կգումարվի ապրիլի 16-ին ազատությանը փոխանցեցին ընտրատարածքային հանձնաժողովից։ Առաջին նիստում 33 հոգանոց ու 5 ուժից բաղկացած ավագանին քաղաքապետ կընտրի։ Որովհետև Աստված ընդմեզ է։ Այո, որովհետև Աստված սիրում է կրիմինալ եւ պանյատներով ապրող տեխնացուներին։ Զատո ԿՊ-ն չանցավ։ Զատո կոմունիստները անցան։ Իսկ ինչ են անելու այդ ոչ կոմունիստները իշխանության հետ։ Ես պահելու եմ սուբորդինացիան։ Ուրեմն какой привет, такой ответ։ Ինչ ձևի իրանք պահեցին, նույնը ես եմ պահելու։ Քաղաքական առումով ես իրանց քաղաքականությունը չեմ կիսում, իրենց հետ համամիտ չեմ, իրանց հետ դեմ եմ։ Բայց քաղաքի հետ խնդիրների հետ կապված, քաղաքի եւ պետության շահերի հետ կապված, ուրեմն եթե որևիցե մի խնդիր լինի, կպահեմ ճիշտ։ Եթե ոչ, բարձրաձայնեմ, թող ամբողջ երկիրը իմանա, թե ոնց են պահում ընդդիմադիր տեխնազոյի ու քաղաքի նկատմամբ։ Դե ինչ շատ թեժ կառավարում է սպասվում Գյումրիում։ Դե բայց ամենայն հավանականությամբ կնստասեն Բանդ Ղուկասյանին։ Այո, քրեական գործերը մեդալների պես շարած են Արգիշտի Քյարամյանոտ ու դե նաև կա են քֆուրներով ձայնագրությունը, որը Ղուկասյանը գցեց արհեստական բանականության ջեբը։ Կա ինչ որ արհեստական բանականություն է կոչում, հա։ Դե այդպես թող գնա խորանան գտեսնեն, որ շատ հարց է։ Դա ինձ համար սովորական բան է։ Վարդան Ղուկասյանի փոխարեն կարող է նստացնել ChatGPT-ուն։ Իսկ քանի որ կոմունիստները դեռ չեն հասցրել ողջ Հայաստանը ազատագրել, Freedom House-ը անդրադարձավ այն չազատագրած մասին Հայաստանի։ Freedom House-ը Հայաստանը դարձյալ մասամբ ազատ երկրների շարքին է դասել, հնարավոր 100-ից 54 միավոր հատկացնելով։ Առայժմ մենակ Գյումրին եւ Փարաքյարն է լիովին ազատ։ Freedom House-ը նաև շատ մտահոգված է Հովիկ Աղազարյանի գործով։ Նախադասություն, որը ոչ մեկս չէր կարծում Նարեկը երբևէ կարտասանի։
Ձեկություն տեղ է գտել պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածը։ Freedom House-ը հիշեցնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Աղազարյանը մանդատը վայր դնելու վարչապետի հորդորը մերժելուց հետո հեռացվեց թիմից։ В общем, Freedom House-ը առանձնապես տարբերություն չի տենում, այնտեղ Քոչարյան, Սերժ, Փաշինյան, Freedom House-ի համար все вы хачики на одно лицо։ Դե երևի դրա համար էլ Freedom House-ը փակվում է Հայաստանում, ասում եմ, գնացել, հա, բայց ամենացավալին այդ կիսաազատի մոմենտը չէր։ Freedom House-ի գնահատականներով տարածաշրջանում ամենաբարձր միավորը Վրաստանն ունի, որը նույնպես մասամբ ազատ է համարվում, Հայաստանին գերազանցելով 1 միավորով։ 1 միավորով, արա սա ժողովրդին խափեցին, որ հեսա մտնում են Եվրոպա, հեսա մարդը 17 ցիլիոն Եվրամիության դրոշ հետ կպցրեք կամագներից, հեսա մտնում են Եվրոպա, վերջում հայտնվեցին Ռուսաստանի ծոցում ու իրանք մեզանից առաջ են, ավելի ազատ են։ Այ որ Աղազարյանին չճնշեին, այդ մի միավորը կլներ, բայց չէ, պետք է Աղազարյանին ճնշեին։ Իսկ ժողովրդավարության բաստիոնի միակ ազատական ժողովրդական սյունը դատի է տալիս գլխավոր դատախազին, որովհետև դատախազը ասեց, որ Աղազարյանը սուտ է խոսում։ Մենակ դրա համար։ Եվ եթե ինքը նույնիսկ ասած լիներ, որ սուտ եք ասում պարոն Աղազարյան, էլի ես չէի նախաձեռնի այդ վարույթ առողջելու գործընթացը, բայց ինքը ասաց, որ սուտ է ասում։ Եվ այդ արտահայտությունը, եւ այն դեմքի արտահայտությունը, որով ինքը դա արեց, այդ արտահայտությունը կներեք փողոցային անդաստիրակ մեկի համար է այդ արտահայտությունը, սուտ է ասում, սուտ ես ասում։ Ասելու ձև կա, բան կա, կարելի է չէ մի քիչ կուլտուրական ասել, որ սիրելի պարոն Աղազարյանը լկտիաբար ստում է, բայց չէ, ասես նայեց, ասեց նա սուտ է խոսում։ Իսկ փխրուն գործիչը վիրավորվեց։ Այո, նա շատ ներփանեկատ պատգամավոր է, նույնիսկ խոսքի սկզբում մեզ շնորհավորեց։ Եվ ցույց տվեք շնորհավոր ձեզ նոր տաղավարի հետ կապված։ Մերսի։ Լավն է, չէ, լավն է, չէ։ Դուք էլ մի օր լուրջ կաստի վсё-таки համեցեք յուր, այստեղ ես նկարելու ենք բան։ Այո, իսկ Աղազյանը նաև բացատրեց, թե ինչու է կողմ քվեարկել այն նույն օրը Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու օկտին։ Բայց դրան ճիշտ է պալիտար է, որ իրանք են։ Իմ քաղաքական պայքարը սկսած մանուկ հասակից ընդդեմ Տարոն Մարգարյանի Չի բռնում։ Ուզում ես ասես ինչ հատ է 20 տարի Տարոնից մեծա չեր կարա մանկուց պայքարել Տարոնի դեմ, հա։ Հա, հենց այդ եմ ուզում ասեմ, երբ նա մանուկ էր Աղազարյանը, Տարոնը դե չկար էլի, այդ ժամանակ չկար ոնց պայքարել ժամանակ, բայց եկեք չխորանանք այս դեպրեսիվ ուղղությամբ, այլ տեսնենք այն ինչ ասեց։ Ես մնում եմ կարծիքին, որ այս առաջիկա օրերին վարչապետը հրաժարական կտա արտահայտություններ նախաձեռնելու նպատակով։ Okay. Մոտակա օրերին Նիկոլը մինուս։ Չմեկը գրում է, թե սաղին վրա է այս հիշելը։ Օպա հիմնավորում է, թե կոնկրետ ինչի է Նիկոլը գնում թե։ Well, ինչի պատճառները, հիմնավորները այդքան կարևոր չէ։ Կարևորը որ հաստատ գնում է, չէ։ Okay. Հիմնավորումները հալավոր չեմ ասում, նորից ինչպես առաջ եմ ասել, հիմնավորումները կասեմ այն ժամանակ, երբ որ դա տեղի ունենա, կամ այն ժամանակ, երբ որ դա տեղի չունենա, թե ինչու է այդպես մտածում։ Չէ, արդեն համակերպվել ենք, որ մոտակա օրերին Նիկոլը արդեն հաստատ գնում է, ինչ է նշանակում, եթե չգնա։ Ինչ եթե չգնա։ Չեմ ճոգում, որ եթե չգնա, էլ հաստատ ոչ մեկին հետաքրքիր չի, բայց ինչի տենց համարյա պետք է գնար, բայց չգնաց։ Այդա չենք իմանա, բայց փոխարենը կիմանանք, թե ինչու ԿՊ-ն Գյումրիից այդքան սիրուն հեռացավ։ Ընդդիմության հավաքած ձայների մեծ կեսը, ոչ պակաս քան կեսը, դա բանա բողոքող ձայներ էին։ Ռուսեն այդ բառը պրոտեստանտի գալիս է, ոչ ասած։ Պրոտեստանտների ձեներն էին, որոնք տուպը դուրս են եկել Հռոմի պապու դեմ։ Արդյունքում պրոտեստանտների ու երևի ճիզվիտների շնորհիվ իշխանության եկան կոմունիստները Գյումրիում։ Իսկ ինչ է սպասում Գյումրիում հիմա։ Որոնց Վարդան Ղուկասյանի քաղաքապետ։ Եվ եթե ամեն ինչ այդ օրենքների շրջանակներում շատ հաջող աշխատանք կարող է ստացվի։ Շատ հաջող աշխատանք։ Ինքը Գյումրու համար կարելի ամեն հնարավորը, արդեն ինքը Փարքաստու
վերջին տեղերում չգիտեմ նյութական իմաստով ինքը ամեն ինչ ունի, ապահոված է եւ այլ։ Որովհետև խնդրեմը դա նյութականորեն չապահովված իշխանավորներն են, որոնք ստիպված են հետո այնտեղ մանր եղջերավորներով, շինարարության բիզնեսներով, սլավիկներով, աշոտներով ինչ-որ մի ծերին հասցնել։ Լավ, իսկ եթե իմանա շատ անհավանական սցենար եմ ասում։ Եթե Վարդան Ղուկասյանին վсё-таки նստացնեն։ Վարդան Ղուկասյանը փառքաստու երեկվա ջայլը չի։ Ինքը ամեն ինչ մտածել է, հաշվարկել է, ոնց անելու եւ կալանավարիցել ոնց է քաղաքը ղեկավարելու։ Այնտեղ թղթաբանությունն է մի քիչ շատանում ու վերջ։ Իսկ այս իշխանություն ընդդիմություն պայքարը մի քիչ դժվարացնում է մասկ կուսակցության գործունեությունը եւ ծրագրերը իրականացնելը։ Հիմա իմ նմաների կռիվը դժվարանում է։ Հիմա մենք պիտի կռվենք երկու ճակատով։ Քաղաքական իմաստով։ Մի ճակատը պետք է լինի քաղաքական պայմանագիրը, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի, մյուս ճակատը պիտի լինի հները, որ դրանք չգան։ Շատ դաժան երկու ֆրոնտով պայքար է սպասվում Մասկին։ Բարի լուրա պետք գիտես, Սակուրան դեռ չաճեց, գնանք մեծ սելֆի անենք։ Աճեց։ Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ է այստեղ ազգային ժողովի բակում այս գեղեցիկ օրը նշել Հանամիի միջոցառումը եւ վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը։ Որքանով տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը։ Հələ գրնոս ինչ սիրունը հագնվել է ոնց որ ծաղկած սակուրա ալնի։ Մենակ գրնոտ չի, բոլորն են սիրուն ինչպես Սակուրան։ Այդ սակուրայի ծաղիկը գցում եք խաշլամի մեջ, վրից գարեջուր, կրակի վրա ու մի հատ Սիրելի Գառնիկը չէր պոկում Սակուրայի ծաղիկը, ինքը տարոսիկ էր ամրացնում Սակուրայի ճյուղին։ Հա, լավ, պարդոն, սխալ հասկացա։ Ինչևէ, եկեք ավանդույթի համաձայն շնորհավորենք Սակուրայի բողբոջելը վեդի ալկոյով։ Այո, հին հայկական ավանդույթ, այն կասկադի Սակուրաների ականջնել կանչի։ Բայց կյանքը միայն քաղցրություն չկան, նաև դառը լուրեր։ Երեք գիշերը մեր տան անվտանգության զանգն է հնչել մի քանի անգամ տարբեր պատճառներով մենք իմացել ենք որ մեր տունը ասենց ասած մեր լեզվով գող է մտել Մեր լեզվով որն է 1000-ից 1 ճիշտ բառ եք օգտագործել ջան էդի բոլորիս լեզուն է Իսկ հետո ձեզ ոգևորված որ իրանց տուն գողեր են մտել նու իրենց լեզվով ասած մեր ոստիկանները շատ օպերատիվ ցույց տվեցին իրենց աշխատանքը, շատ արագ եկան, ճիշտ ասած զարմացած էի, որ 3 րոպեվա ընթացքում զանգից հետո իրենք եղել են դեպքի վայրը։ Ենթադրում եմ, որ զանգողը Արձականցյանը չէր, թե չէ ոստիկանությունը շանս չուներ հասկանալ ինչա կատարվում եւ որտեղ է պետք գալ։ Դե կարևորը որ հիմա Քյավառի լեզվով կասեմ, ոստիկանները եկան եւ ամեն ինչ տեղն ընկավ։ Օրը լավ լուրերից բրծում չկա այս կտորում։ Ուրախ պետք է լինենք, որ այսօր մեր ոստիկանությունը օպերատիվ գործում է իրենց պարտականությունը կատարում է։ Կրկին անգամ շնորհակալ եմ ու բոլորիդ ցանկանում եմ լավ առողջ կյանք։ Բոլորին առողջ կյանք մաղթեց Արձականցյանը իր տիեզերանավից եւ վերադարձավ հայրենի մոլորակ։ Իսկ այդ ընթացքում լավ լուր անհուսալի մարդկանց համար։ Ոչ բոլորի, անհուսալի մի մասի համար։ Կարեն Կարապետյան լսի։ Պետությունը ավելի քան 70 միլիոն դրամ է ուղղել 1900 անհուսալի վարկառուի մարտ ամսվա մուծմանը։ Շնորհավոր սիրելի անհուսալի քուրեր եւ եղբայրներ, պետությունը ձեզ հետ մեծ հույսեր է կապում։ Բասան ճիշտ են էլի ասում որ հույսը վերջինն է մերում։ Տնես բոլոր անհուսալի վարկառուներն են օգտվելու այս ծրագրից։ Ու կարամ արդյոք ես օգտվեմ։ Ես եկյա վարկն եմ, բայց շատ անհուսալի է։ Սերգեյևը կա, անհուսալի եմ, չէ՞։ Բավական անհուսալի է։ Ջրեք։ Անհուսալի վարկեր ունեցողների աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն նրանք, ում վարկերի հանրագումարը փոքր է 1 միլիոն դրամից եւ դասակարգված են որպես անհուսալի։ Հա, մինչև 1 միլիոն, այսինքն են փոքրիկ անհուսանելիներին է օգնում կառավարությունը։ Բա մեծ անհուսալիները ինչ անեն, հույսը կտրեն։ Հույսը թող կտրեն մեծ անհուսալիները։ Իսկ այդ ընթացքում նախագահը հույս հայտնեց
մաղթանք հայտնեց։ Այսօրը խոր խորհուրդ ունի, հիշեցնում է այն պահը, երբ մարդկությանը տրվեց կյանք պարգևող ու փրկության հույս բերող ավետիսը, նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը մայրության եւ գեղեցկության տոնի առիթով։ Նախագահ Խաչատուրյանը բոլորիս մեծ ավետիս արեց, ձեզի մեզի մեծ Խաչատուրյան։ Լավ, բայց ամենաօրիգինալ ապրիլի 7-ի շնորհավորանքը նախագահինը չէր։ Այս ռազմահայրենասիրական շնորհավորանքով էլ ավարտենք։ Դե լավ եղեք եւ մնացեք մեզ հետ։ Շատ հաճախ երրորդ անձը համահանում է, մանավանդ երբ կրիպտո եք առնում կամ վաճառում։ Skylabs տերմինալների միջոցով այդ երրորդ անձից սիրուն ազատվում եք ու ձեր կրիպտո գործարքները անում եք առանց ռիսկի եւ տվյալներով կիսվելու։ Երևանի 10 սիրուն վայրերում եւ Գյումրիում տեղադրված են 10-ից ավել կրիպտո տերմինալներ, տոկոսադրույքներ գործարքների վրա ամենացածրն է։ Հասցեները կայքում կան։ Skylabs, ազատվեք այդ փող ուտող երրորդ անձից։ Այսքաններ, կոմեդին նոր տաղավարից մարդես, էլի։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Ենք ուզում ոչ մեկին։ Նիկոլի։ Так что мы против Азизյա։ Մենք նոր բան ենք մի հատ մտածել, որը կոչվում է Arm Comedy After Party։ Հաղորդումը նկարեցինք, դրանից հետո այդ սուր թեմաների մասին, sense անկեղծ առանց խնայելու խոսում ենք։ Ահա, բանն այն է, որ երևի նկատած եք, որ իմ ու Նարեկի կարծիքները շատ հաճախ շատ տարբեր են։ Նարեկը չի սիրում, որ ոստիկանությունը ուժ է կիրառում օրինակ, ոստիկանությունը ուժ։ Ես սիրում եմ, որ այդպես ուզում կնճռոտ թեմաները նկարում ենք, ասում ենք ում համար մեր պատրոնների գրացրեք ու մեր ներքին սրաչերը վայելեք մեր Patreon-ում։ Կարող խփոցի է։ Կարող է։ $100 միացած։ Կարող է ցեխի մեջ բացոսկի կլուբ բացենք, արա ինչ։ Լավ, սկզբից սա, հետո բայցոսկի։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։